Ինչ անել, երբ թշնամիդ քանդում է այն ամենը, ինչ քեզ համար սուրբ է, իսկ Աստված կարծես լռում է։ Պատկերացրեք մի տղամարդու, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հոր արհեստին։ Նա կանգնած է իր հոր վերջին, անավարտ խաչքարի բեկորների վրա, որը ջարդուփշուր են արել նրա թշնամիները։ Նա բռունցքներն այնպես է սեղմում, որ արյունը կաթում է մարմարի սառը կտորների վրա։ Այդ պահին «Սիրիր թշնամուդ» խոսքերը հնչում են որպես դաժան ծաղր։ Նա վերցնում է հեռախոսը, բայց ոչ թե քահանային զանգելու համար։ Այս պատմությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունենում, երբ բարի մարդուն հասցնում են վերջին սահմանին և վրեժը թվում է միակ արդարությունը։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք, թե ինչպես է մի հին քահանայի մոռացված խորհուրդը դառնում բռնությունից ավելի հզոր զենք, փոխելով իրադարձությունների ընթացքն այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ Սա ոչ թե ներման, այլ հաղթանակի պատմություն է։ Երբ Աստծո պատվիրանը բախվում է կյանքի դաժան իրականությանը, որը կհաղթի։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք։ Երևանյան Արվաձանի հին թաղամասերից մեկում, որտեղ դեռևս պահպանվել էին քարե ցանկապատերով ու ծիրանի ծառերով բակերը, Գևորգի ընտանեկան տանը կիրակնօրյա լռությունը խախտվում էր միայն պատառաքաղների զնգոցով։ Սեղանի շուրջ հավաքվել էին բոլորը։ Գևորգը 42 տարեկան մի տղամարդ, ում ձեռքերի կոշտուկները և մատների տակ մշտապես մնացած մարմարի սպիտակ փոշին պատմում էին նրա արհեստի, խաչքարագործության մասին։ Փորձում էր անտեսել այն լարվածությունը, որը սառը ստվերի պես կախվել էր սենյակի վրա։ Նրա կողքին նստած էր կինը, Անին, 38 տարեկան մի կին, ում աչքերում ժամանակակից աշխատող մոր հոգնածությունը խառնվել էր իր 2 զավակների 8-ամյա Նարեի և 6-ամյա Դավթի նկատմամբ տածած անսահման սիրուն։ Սեղանի գլխին, ինչպես միշտ, նստած էր Մարիամը, Գևորգի մայրը, 65 տարեկան, մի կին, ում յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր անցած տարիների իշխանությունը և այն անսասան համոզմունքը, որ միայն ինքը գիտի, թե որն է ճիշտը։ Նրա հայացքը սևեռվել էր թոռների վրա, որոնք սեղանի տակ թաքուն նայում էին հեռախոսի էկրանին։ Այս երեխաների աչքերը լույս չեն տեսնի այս սատանայի սարքերի պատճառով, սկսեց Մարիամը, ձայնը սուր, ինչպես իր ձեռքի դանակը, որով կտրում էր թխած հավի կտորը։ Անի, ախր քանի անգամ պետք է ասեմ, որ երեխային պետք է զբաղեցնել, միայն դպրոց տանելով ու բերելով չի։ Մեր հարևան Սոնայի հարսը Արմինեն իր երեխաներին և երաժշտականի է տանում, և լողի, իսկ տունը միշտ փայլում է մաքրությունից, իսկ դու ամբողջ օրն աշխատանքի ես, երեխաները թողած բախտի քմահաճույքին։ Անին շուրթերը կծեց, փորձելով զսպել պատասխանը։ Մայրիկ, ընդամենը հանգստյան օրը, շաբաթվա մեջ ժամանակ չեն ունենում։ Գևորգը միջամտեց, ձայնի մեջ հոգնածություն կար։ Մամ, խնդրում եմ, Անին ամեն ինչ անում է երեխաների համար։ Ես ինչ եմ ասում, վիրավորված տոնով պատասխանեց Մարիամը, ձեռքերը տարածելով։ Ես ձեր լավն եմ ուզում, վաղը մյուս օրը մարդիկ ինչ կասեն։ Կասեն Գևորգի երեխաները դաստիարակություն չունեն, անտեր են մեծանում, իմ ամոթն է դա։ Այդ պահին բակի դարպասների մոտ կանգ առավ մի սև, փայլուն ամենագնաց, որի թանկարժեք տեսքը խորթ էր այս հին թաղամասի համեստությանը։ Մեքենայից դուրս եկավ մի տղամարդ, թանկարժեք կոստյումով, ում ինքնավստահ քայլվածքն ու սառը հայացքը ակնթարթորեն փոխեցին օդի լարվածության բնույթը։ Դա Տիգրանն էր, քաղաքի ամենաազգցիկ կառուցապատողներից մեկը։ Գևորգը դուրս եկավ նրան ընդառաջ, սրտում վատ կանխազգացում։ Նրանք կանգնեցին արհեստանոցի մոտ, որտեղ դարսված էին կիսատ թողնված խաչքարերն ու մարմարի մեծ սալերը։ Օդում կախված էր քարի փոշու և հողի հոտը։ Գևորգյան, սկսեց Տիգրանը, առանց ձեռք մեկնելու, ցուցադրաբար նայելով իր ոսկեժամացույցին։ Ես ժամանակ չունեմ երկար խոսելու, դու գիտես, որ ես գնել եմ ամբողջ թաղամասը, մնացել է միայն քո այս բակը։ Ես քեզ լավ գին եմ առաջարկում, այնքան գումար, որով դու կարող ես քաղաքի կենտրոնում բնակարան գնել և մոռանալ այս փոշու մասին։ Գևորգը նայեց իր հոր ձեռքով կառուցված արհեստանոցին, հետո Տիգրանի ինքնահավան դեմքին։ Սա ուղղակի բակ չէ, պարոն Տիգրան, սա իմ հոր տունն է, իմ արհեստն է, սա չի վաճառվում։ Տիգրանը ծիծաղեց կարճ չոր ծիծաղով։ Արհեստ, տղա ջան, 21-րդ դարն է։ Մարդկանց պետք են բարձրահարկ շենքեր, ոչ թե քո այս քարերը։ Լսիր ինձ, կամ դու կվերցնես իմ առաջարկած գումարը և կգնաս լավով, կամ ես կգտնեմ այլ ճանապարհներ այս տարածքն ազատելու, և հավատա ինձ, այդ դեպքում դու ոչինչ չես ստանա։ Նա շրջվեց և առանց հրաժեշտ տալու նստեց մեքենան ու հեռացավ, թողնելով Գևորգին միայնակ իր քարերի և աճող զայրույթի հետ։
Հաջորդ առավոտը սկսվեց բուլդոզերի խլացուցիչ մռնչյունից։ Տիգրանի մարդիկ առանց որևէ զգուշացման սկսել էին քանդել հարևան լքված տան պատերը։ Մի հսկայական տրակտոր վտանգավոր կերպով մանևրում էր Գևորգի արհեստանոցի հին քարե ցանկապատի մոտ։ Գևորգը դուրս վազեց. «Զգույշ եղեք, սա իմ սեփականությունն է»։ Աշխատանքների ղեկավարը, մի կոպիտ տղամարդ, ծխախոտի մնացորդը գցեց գետնին։ «Հրաման ունենք այս տարածքը մաքրելու։ Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ինչ տարբերություն»։ Եվ հենց այդ պահին բուլդոզերի երկաթե շերեփը պատահաբար հարվածեց ցանկապատին։ Մի քանի հսկայական քարեր տապալվեցին գետնին, բարձրացնելով փոշ ու ամպ։ Դա բացահայտ սպառնալիք էր, ուժի ցուցադրություն։ Գևորգը հասկացավ, որ սա ընդամենը սկիզբն է։ Նա զանգահարեց ոստիկանություն, բայց եկած տեսուչը միայն արձանագրություն կազմեց և ուսերը թոթվեց։ Դժվար գործ է, եղբայր, Տիգրանը մեծ կապեր ունի։ Այդ երեկո տան մթնոլորտը էլ ավելի գնիտյուչի էր։ Գևորգը նստած էր լուռ ափսեի մեջ սառչող ընթրիքի առաջ։ Մարիամը չդիմացավ։ «Ամբողջ թաղամասը ձեր մասին է խոսում», սկսեց նա, ձայնը լի մեղադրանքով։ «Ասում են Տիգրանը քեզ տնիդդ հանում է։ Ես քեզ չէի ասում, որ պետք է ավելի ճկուն լինես։ Ինչի հասցրիր մեզ։ Հայրդ երբեք թույլ չէր տա, որ իրեն այսպես վերաբերվեն։ Նա տղամարդ էր»։ Այս վերջին նախադասությունը դանակի պես խրվեց Գևորգի սիրտը։ Անին փորձեց պաշտպանել նրան. «Մայրիկ, Գևորգի մեղքը չէ, այդ մարդն անօրեն է»։ «Անօրենի հետ պետք է իր լեզվով խոսել», կտրուկ պատասխանեց Մարիամը, հայացքը սևեռելով հարսին։ «Եթե տանը կինը ամուր թիկունք լինի, տղամարդը դրսում սարեր կշարժի, բայց երբ տանը խաղաղություն չկա»։ Գևորգը վեր թռավ տեղից, բռունցքով հարվածելով սեղանին։ Ափսեները զնգացին։ «Կբավականացնեք», գոռաց նա այնպես, որ երեխաները մյուս սենյակում վահեցած լռեցին։ «Ես դրսում պայքարում եմ իմ հոր տունը պահելու համար, իսկ տանը դուք եք ինձ հանգիստ չտալիս, երկուստ էլ։ Հոգնեցրիք»։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ տնից և գնաց դեպի կիսաքանդ ցանկապատով արհեստանոց։ Նա նստեց հոր անավարտ խաչքարի մոտ և գլուխը դրեց սառը, փոշոտ քարին, զգալով իրեն լքված և մարդկանցից, և կարծես թե նույնիսկ Աստծուց։ Հաջորդ կիրակի օրը Գևորգի ընտանիքը գնաց Սուրբ Սարգիս եկեղեցի, բայց այս անգամ նրանց միջև տիրող լռությունը ավելի ծանր էր, քան եկեղեցու հնամենի քարերը։ Նրանք նստեցին սովորական տեղում, բայց կարծես անտեսանելի պատով բաժանված լինեին միմյանցից։ Մարիամը աղոթում էր, շուրթերը հազիվ շարժելով, բայց նրա դեմքը քարացած էր, իսկ հայացքը դատապարտող։ Անին փորձում էր կենտրոնանալ պատարագի խոսքերի վրա, սակայն սկեսուրի հայացքը զգում էր իր ծոծրակին։ Գևորգը նայում էր խորանի վրայի Քրիստոսի սրբապատկերին, փնտրելով մի պատասխան, մի նշան, որը ցույց կտար ելքը այս անելանելի թվացող իրավիճակից։ Այդ օրվա քարոզը կրկին Տեր Սահակն էր կարդում։ Նրա ձայնը, ինչպես միշտ, հանգիստ էր, բայց այս անգամ նրա խոսքերը կարծես ուղղված լինեին անձամբ Գևորգի ընտանիքին։ Նա խոսում էր Մատթեոսի ավետարանի այն հատվածի մասին, որտեղ Քրիստոսն ասում էր. «Եթե դուք մարդկանց ներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների»։ Տեր Հայրը մեկնաբանում էր, որ ներումը ոչ թե թուլության նշան է, այլ հոգևոր ուժի դրսևորում, որ այն ազատում է ոչ միայն ներվողին, այլ առաջին հերթին ներողին, ատելության և դառնության բեռից։ Մարիամը լսում էր ու մտքում մտածում. «Իհարկե, պետք է ներել, բայց ինչպես ներել անարդարությունը, երբ քո որդու աշխատանքն ու պատիվն են ոտնահարում։ Ինչպես ներել հարսիդ, որը քո կարծիքով քանդում է քո ստեղծած օջախը»։ Նրա համար ներումը վերացական գաղափար էր, որը լավ էր հնչում եկեղեցու պատերի ներսում, բայց անիրագործելի էր թվում իրական կյանքում։ Գևորգի համար քահանայի խոսքերը մի նոր, ավելի ծանր բեռ դրեցին ուսերին։ Ներել Տիգրանին։ Այն մարդուն, ով քանդում էր իր հոր ժառանգությունը, դա անհնարին էր թվում։ Բայց նույն պահին նա նայեց կնոջն ու մորը և հասկացավ, որ աններողամտության թույնը արդեն թափանցել էր իր սեփական տուն։ Պատարագից հետո, երբ նրանք դուրս էին գալիս եկեղեցուց, նրանց մոտեցավ Տեր Սահակը։ Նա ձեռքը դրեց Գևորգի ուսին։ «Գևորգ, որդիս, տեսնում եմ, որ սիրտդ ծանրացած է։ Հիշիր, ամենամեծ փոթորիկների ժամանակ է, որ մենք պետք է ամուր բռնենք Քրիստոսի ձեռքից։ Միայնակ մի փորձիր պայքարել»։ Այդ երեկո, երբ երեխաները քնած էին, Գևորգի տան դուռը բացվեց և ներս մտավ նրա կրտսեր եղբայրը Լևոնը։
Լևոնը 35 տարեկան էր, սուր միտք ուներ, գործնական էր և իր եղբոր լրիվ հակապատկերն էր։ Նա իրավաբան էր և հավատում էր ոչ թե աղոթքի, այլ օրենքի և ուժի զորությանը։ Նա լսել էր Տիգրանի հետ կատարվածի մասին և եկել էր օգնության։ Սեղանի շուրջ նստած էին Գևորգը, Անին, Մարիամը և այժմ նաև Լևոնը։ Սեղանին դրված թեյը սառչում էր, իսկ օդում լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ «Լսիր, Գևորգ», սկսեց Լևոնը առանց նախաբանի, «ես հասկանում եմ, որ դու զգացմունքային ես կապված այս տան հետ, բայց պետք է ռեալիստ լինել։ Տիգրանի նման շնաձկների դեմ աղոթքներով չեն պայքարում։ Ես իմ կապերն ունեմ, մենք կարող ենք նրա վրա այնպիսի կոմպրոմատ գտնել, որ նա ինքը կխնդրի մեզանից ազատվել։ Կարող ենք նրա բիզնեսի վրա ստուգումներ ուղարկել, կարող ենք մամուլում աղմուկ բարձրացնել։ Կամ կարող ենք գտնել մարդկանց, ովքեր նրան այնպես կբացատրեն, որ նա մոռանա այս թաղամասի ճարապարը»։ Մարիամի աչքերը փայլեցին։ Սա այն լեզուն էր, որը նա հասկանում էր, ուժի լեզուն։ «Լևոնը ճիշտ է ասում», ասաց նա հաստատակամորեն, «այս անպատիվ մարդուն պետք է իր տեղը ցույց տալ։ Ինչքան պետք է հանդուրժենք»։ Գևորգը գլուխը բարձրացրեց, նրա աչքերում ցավ կար, բայց նաև մի նոր վճռականություն։ «Ոչ», ասաց նա հանգիստ, բայց ամուր, «մենք այդ ճանապարհով չենք գնա, մենք չենք դառնա նրա նման»։ Նա վեր կացավ, մոտեցավ գրապահարանին, հանեց հին, կաշվե կազմով ավետարանը, որը ժառանգել էր այն։ «Ես ուզում եմ ձեզ համար մի բան կարդալ»։ Լևոնը հեգնական ժպտաց։ «Գևորգ, հիմա քարոզի ժամանակը չէ։ Լսիր», պնդեց Գևորգը և սկսեց կարդալ Լուկասի ավետարանից։ «Բայց ձեզ եմ ասում, որ լսում եք, սիրեցեք ձեր թշնամիներին։ Բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթեցեք նրանց համար, որոնք ձեզ չարչարում են»։ Սենյակում լռություն տիրեց։ Առաջինը խախտեց այն Լևոնը։ Նա ծիծաղեց, բարձր, անկեղծ. «Սիրել Տիգրանին։ Գևորգ, դու գլուխդ կորցրել ես։ Այդ մարդը քանդում է մեր տունը, իսկ դու ինձ Աստվածաշնչից մեջբերումներ ես անում։ Սա իդեալիզմ չէ, սա հիմարություն է»։ «Սա հավատք է, Լևոն», հանգիստ պատասխանեց Անին, առաջին անգամ խոսելով։ «Գուցե մենք չենք հասկանում, թե ինչպես, բայց սա է միակ ճիշտ ճանապարհը»։ «Ճիշտ ճանապարհը», պայթեց Մարիամը ոտքի կանգնելով։ «Ճիշտ ճանապարհը մեր ընտանիքի պատիվը պաշտպանելն է։ Գևորգ, հայրդ երբեք այսպիսի վախկոտություն թույլ չէր տա իրեն։ Դու խայտառակում ես նրա հիշատակը, քո այս անիմաստ խոնարհությամբ»։ Այդ պահին ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Մի կողմում ռեալիստներն էին՝ Լևոնն ու Մարիամը, որոնք հավատում էին մարդկային ուժին, խորամանկությանը և վրեժին։ Մյուս կողմում Գևորգն ու Անին էին, որոնք, թեև լիովին չհասկանալով, փորձում էին կառչել Քրիստոսի խոսքից, ինչպես խեղդվողը փրփուրից։ Քրիստոսի խորհուրդը ոչ թե լուծեց խնդիրը, այլ ավելի սրեց այն, մերկացնելով նրանց սրտերում թաքնված վախերը, հպարտությունը և հավատքի պակասը։ Գիշերը իջավ տան վրա, բայց ոչ ոքի համար խաղաղություն չբերեց։ Ընտանեկան բուռն վեճից հետո անցած գիշերը Գևորգը աչք չէր կպցրել։ Նա անվերջ պտտվում էր արհեստանոցում, քայլելով կիսատ խաչքարերի և մարմարի սառը սալերի միջով։ Եղբոր խոսքերը՝ «Սա հիմարություն է» և մոր մեղադրանքը՝ «Դու խայտառակում ես հորդ հիշատակը», արձագանքում էին մտքում, խառնվելով Քրիստոսի խաղաղ, բայց անհասկանալի թվացող պատվիրանին՝ «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Նա փորձում էր պատկերացնել, թե ինչպես կարելի է սիրել Տիգրանին։ Դա անհնար էր թվում։ Բայց գուցե սիրելը չի նշանակում զգալ, այլ նշանակում է գործել։ Գուցե պետք է անել մի բարի քայլ, անգամ եթե սիրտդ լի է դառնությամբ։ Այս միտքը որպես փրկողակ կառչեց նրա գիտակցությունից։ Արևածագին նա որոշում կայացրեց։ Նա վերցրեց մի փոքրիկ, գեղեցիկ մշակված մարմարի կտոր, որը մնացել էր իր հոր աշխատանքներից, և ամբողջ առավոտ աշխատեց դրա վրա։ Նա չէր քանդակում բարդ զարդանախշեր, այլ միայն մի պարզ, բայց կատարյալ համաչափություններով խաչ։ Այդ աշխատանքի մեջ նա դրեց իր ողջ ցավը, իր ողջ շփոթմունքը և իր հավատքի փխրուն հույսը։ Նա ուզում էր հավատալ, որ բարությունը կարող է ավելի ուժեղ լինել, քան չարությունը։ Կեսօրին, ձեռքին փոքրիկ սպիտակ կտորի մեջ փաթաթված խաչքարը, Գևորգը կանգնած էր Տիգրանի շքեղ գրասենյակի դիմաց, քաղաքի կենտրոնում գտնվող մի ապակեպատ երկնաքերում։ Նրա սիրտը բաբախում էր, ափերը քրտնել էին։ Նա իրեն զգում էր Դավիթը Գողիաթի դիմաց, բայց առանց պարսատիկի։ Քարտուղարուհին, զարմացած նրա հասարակ, աշխատանքային հագուստից, սկզբում չէր ուզում ներս թողնել, բայց Գևորգի հաստատակամ տեսքը ստիպեց նրան զանգահարել Տիգրանին։ Մի քանի րոպե անց Գևորգը կանգնած էր մի հսկայական սենյակում, որի պատուհանից ամբողջ քաղաքը երևում էր ափի մեջ։
Տիգրանը նստած էր իր մեծ կաշվե բազկաթոռին, չբարձրացնելով գլուխը թղթերից։ Ինչ ես ուզում, Գևորգյան, եկել ես ընդունելու իմ առաջարկը։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն դրեց կտորի մեջ փաթաթված խաչքարը։ Սա ձեզ համար է, ասաց նա, ձայնը հազիվ դուրս գալով։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի մեր միջև, թող Աստված օրհնի ձեր աշխատանքը։ Տիգրանը վերջապես բարձրացրեց գլուխը։ Նրա հայացքում զարմանք կար, որն արագ փոխարինվեց արհամարհանքով։ Նա վերցրեց փոքրիկ խաչքարը, մի պահ պտտեց ձեռքին, զննեց այն, կարծես գնահատելով մարմարի որակը։ Գևորգի սրտում հույսի մի կայծ վառվեց, գուցե սա կաշխատի, գուցե մարդկային սրտի խորքում, նույնիսկ ամենաքարացածի, կա միտեղ բարության համար։ Բայց հետո Տիգրանը արեց մի բան, որը սառեցրեց արյունը Գևորգի երակներում։ Նա անփութորեն, կարծես ծխախոտի մնացորդ լիներ, խաչքարը նետեց իր սեղանի կողքին դրված աղկամանի մեջ։ Մարմարի և մետաղի բախումից կարճ տհաճ ձայն լսվեց։ Ինձ քո քարերը պետք չեն, սառը ասաց Տիգրանը, կրկին խոնարհվելով իր թղթերի վրա։ Ինձ քո հողն է պետք։ Դու ունես 24 ժամ մտածելու համար։ Վաղը այս ժամին իմ առաջարկը կրկնակի կնվազի։ Հիմա կարող ես գնալ։ Գևորգը կանգնած էր քարացած, նվաստացումը այրում էր նրան ներսից։ Նրա բարի կամքի դրսևորումը, նրա հավատքի փորձը ոտնատակ էր արվել ամենացինիկ ձևով։ Նա զգում էր, թե ինչպես է իր ներսում զայրույթի ալիքը բարձրանում, խեղդելով ներողամտության և սիրո մասին բոլոր մտքերը։ Նա դուրս եկավ գրասենյակից, ոչինչ չասելով, բայց նրա սրտում միայն մեկ ցանկություն կար՝ վրեժ։ Ճանապարհին, չգիտակցելով, թե ուր են տանում իրեն ոտքերը, նա հայտնվեց Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Նա տեսավ Տեր Սահակին, որը զրուցում էր մի քանի ծխականների հետ։ Տեսնելով Գևորգի խելագարված հայացքը, քահանան մոտեցավ նրան։ Ինչ է պատահել, որդիս։ Գևորգը պատմեց ամեն ինչ, ձայնը դողալով զայրույթից և նվաստացումից։ Ես փորձեցի, Տեր հայր, ես փորձեցի անել այն, ինչ ասում է ավետարանը, բայց դա անօգուտ է, այդ մարդը սիրտ չունի, նրա հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով։ Տեր Սահակը ուշադիր լսեց, հետո նրան տարավ եկեղեցու ներսը, որտեղ հանգիստ էր ու զով։ Նրանք նստեցին վերջին նստարանին։ Գևորգ, սկսեց քահանան փափուկ ձայնով, դու արեցիր մի շատ դժվար քայլ, բայց դու մի սխալ թույլ տվեցիր։ Դու բարիք արեցիր, ակնկանելով արդյունք։ Դու քո բարիքունը դարձրիր գործարք։ Ես քեզ բարիք կանեմ, դու ինձանից հետ կկանգնես։ Բայց Քրիստոսի սերը անպայմանական է։ Նա մեզ չի սովորեցնում բարիք անել թշնամուն, որպեսզի նա փոխվի։ Նա մեզ սովորեցնում է բարիք անել, որպեսզի մենք փոխվենք, որպեսզի մեր սրտից դուրս հանենք ատելության թույնը։ Քո խաչքարը նետելով աղբամանը, Տիգրանը նվաստացրեց ոչ թե քեզ, այլ ինքն իրեն։ Իսկ դու հիմա թույլ ես տալիս, որ նրա չարությունը քեզ էլ իր նման դարձնի։ Քահանայի խոսքերը դանդաղ, բայց վստահորեն սկսեցին թափանցել Գևորգի գիտակցության մեջ։ Նա սկսում էր հասկանալ, որ Քրիստոսի պատվիրանը ոչ թե մարտավարություն է թշնամուն հաղթելու, այլ ճանապարհ սեփական հոգին փրկելու համար։ Ճանապարհը դեռ երկար էր, բայց այսօր նա արեց առաջին, ամենադժվար քայլը, ոչ թե դեպի Տիգրանը, այլ դեպի ինքն իրեն։ Տեր Սահակի հետ զրույցը Գևորգին ժամանակավոր հանգստություն բերեց, սակայն նրա հավատքի փորձությունը դեռ նոր էր սկսվում։ Տիգրանը, տեսնելով, որ ուղղակի ճնշումն ու նվաստացումը չեն կոտրում Գևորգի համառությունը, որոշեց հարվածել ամենացավոտ տեղին՝ ընտանիքի բարի անվանը։ Մի քանի օր անց տեղական ոչ այնքան հեղինակավոր թերթերից մեկում հայտնվեց մի հոդված՝ «Խաչքարագործի խարդախությունը»։ Հոդվածում, առանց ուղղակիորեն անուններ տալու, բայց միանշանակ ակնարկներով, պատվում էր մի անբարեխիղճ արհեստավորի մասին, որը տարիներ շարունակ խաբել է իր հաճախորդներին, օգտագործելով անորակ նյութեր և ուռճացված գներ սահմանելով։ Նշվում էր, թե իբր նա, օգտվելով իր հոր հեղինակությունից, պղծում է սրբազան արհեստը։ Հոդվածի վերջում ասվում էր, որ մի բարեխիղճ կառուցապատող ցանկանում է այդ տարածքում ժամանակակից բնակելի համալիր կառուցել, սակայն խարդախ արհեստավորը շանտաժի միջոցով փորձում է աստղաբաշխական գումար կորզել։ Զրպարտությունը կոպիտ էր, բայց հմտորեն հյուսված, որպեսզի կասկածի սերմեր ցանի մարդկանց սրտերում։ Այս հոդվածը ռումբի պես պայթեց, այն հասավ Մարիամի ձեռքը հաջորդ առավոտ, երբ նա գնացել էր շուկա։ Նա մոտեցավ կանաչեղեն վաճառող Ռուզանին, ում հետ 30 տարվա հարևաններ էին։ Ռուզան ջան, մի կիլոգրամ լոլիկ կքշռես։ Ռուզանը, որը միշտ նրան դիմավորում էր լայն ժպիտով, այս անգամ խուսափեց նրա հայացքից։
Վրաս վերջացավ Մարիամ, փնթփնթաց նա, թեև նրա առջև լոլիկի մի ամբողջ սար էր դրված։ Մարիամը զարմացած անցավ առաջ, դեպի պանրավաճառ Աշոտի կրպակը։ Աշոտը, տեսնելով նրան, շրջվեց և սկսեց զբաղվել մեկ այլ գնորդով, ձևացնելով, թե չի նկատում։ Մարիամը կանգնեց մի պահ ոչինչ չհասկանալով, հետո նա տեսավ, թե ինչպես են մարդիկ նայում իրեն, շշնջում միմյանց ականջին և ցույց տալիս թերթի ծալված օրինակները։ Ամոթի և նվաստացման կարմիր ալիքը ողողեց նրա դեմքը։ Նա դատարկ զամբյուղը ձեռքին, գլխիկոր դուրս եկավ շուկայից։ Ինչ կասեն մարդիկ, սկզբունքը, որը նրա կյանքի առանցքն էր, փշուր-փշուր եղավ նրա ոտքերի տակ։ Երեկվա հարգված տիկինը այսօր դարձել էր բամբասանքի առարկա։ Երբ Մարիամը վերադարձավ տուն, նա նման էր ստվերի։ Նա թերթը շպրտեց սեղանին Գևորգի և Անիի առաջ։ Ահա քո «սիրեցեք թշնամիներինի» արդյունքը։ Ձայնը խրփտաց էր արցունքներից։ Նա ոչ միայն մեր տունն է խլում, այլև մեր անունն ու պատիվը։ Դու մեզ խայտարակեցիր ամբողջ աշխարհով մեկ։ Քո հայրը գերեզմանում շուռ կգար, եթե տեսներ այս ամենը։ Գևորգը կարդաց հոդվածը, և նրա դեմքը քարացավ։ Զայրույթը, որը նա կարծում էր, թե հաղթահարել է, նոր ուժով բորբոքվեց։ Նա հասկացավ, որ Տիգրանը պատերազմ է հայտարարել ոչ միայն իրեն, այլև իր ամբողջ ընտանիքին։ Այդ երեկո տանը հավաքվեցին նաև Լևոնը և մի քանի մտերիմ ազգականներ։ Լևոնը հաղթական տեսք ուներ։ «Դե, հիմա հասկացաք, որ ես ճիշտ էի», ասաց նա։ «Այս տեսակ մարդկանց հետ բարությամբ չեն խոսում, պետք է պատասխանել, և պատասխանել կոշտ։ Ես արդեն խոսել եմ մի լրագրողի հետ, մենք կարող ենք պատասխան հոդված տպագրել, պատմել Տիգրանի բոլոր մութ գործերի մասին, թող ինքը հայտնվի այս վիճակում»։ Բոլորը, բացի Անիից, համաձայնեցին։ Նույնիսկ Գևորգի մեջ կասկածի որդը սկսեց կրծել նրա վճռականությունը։ Գուցե Լևոնը ճիշտ է, գուցե Քրիստոսի խորհուրդը վերաբերում է անձնական վիրավորանքներին, բայց ոչ այն դեպքին, երբ քո ընտանիքի պատիվն են ոտնահարում։ Գուցե պետք է պաշտպանվել։ Նա նայեց Անիին, փնտրելով աջակցություն, բայց Անին լուռ էր։ Նրա աչքերում նույնպես շփոթմունք կար։ Ինչպես պահպանել հավատքը, երբ ամբողջ աշխարհը քեզ դեմ է դուրս եկել։ Երբ քո բարությունը ընկալվում է որպես թուլություն, իսկ խոնարհությունը որպես վախկոտություն։ Գևորգը հայտնվել էր հոգևոր փակուղում։ Մի կողմից Քրիստոսի խոսքերն էին, որոնք հնչում էին նրա սրտում, մյուս կողմից իրականության դաժան հարվածները, իր մոր արցունքները և եղբոր բանական փաստարկները։ Նա հավատում էր, բայց սկսում էր կասկածել, թե արդյոք ճիշտ է հասկանում իր հավատքի էությունը։ Նա զգում էր, որ պատասխանը ինչ-որտեղ թաքնված է, բայց ինքը չի կարողանում գտնել այն։ Գևորգը հասել էր իր տոկունության սահմանագծին։ Ընտանեկան պառակտումը, հանրային նվաստացումը և սեփական անզորության զգացումը նրան հասցրել էին հոգեկան ուժասպառության եզրին։ Նա այլևս չէր կարողանում աղոթել։ Բառերը խեղդվում էին կոկորդում, իսկ երկինքը թվում էր պղնձե ու խուլ։ Մի առավոտ, առանց որևէ մեկին բառ ասելու, նա նստեց իր հին մեքենան և քշեց քաղաքից դուրս դեպի լեռները, որտեղ, ինչպես լսել էր, գտնվում էր մի մեկուսի, կիսավեր վանք, Գեղարդի վանքի հարևանությամբ։ Նա չէր գնում այնտեղ հոգևոր խորհուրդ փնտրելու կամ աղոթելու, նա պարզապես փախչում էր։ Փախչում էր մոր մեղադրող հայացքից, եղբոր հեգնանքից, Տիգրանի չարությունից և, ամենից շատ, իր սեփական մտքերի խառնաշփոթից։ Նա գտավ վանքը, մի քանի քարե պատեր, որոնք համառորեն կանգուն էին մնացել դարերի փոթորիկների դեմ, և մի փոքրիկ մատուռ, որտեղ մի քանի վանականներ էին ապրում։ Գևորգը ոչ ոքի հետ չխոսեց։ Նա պարզապես գտավ մի քար վանքի բակում, նստեց դրա վրա և սկսեց նայել դատարկությանը։ Նրա միտքը լուռ էր, սիրտը դատարկ։ Նա այլևս ոչինչ չէր ակնկալում, ոչինչ չէր փնտրում։ Այդպես անցան 2 օր։ Նա նստած էր լուռ, իսկ կյանքը վանքում շարունակվում էր իր հունով։ Նա տեսնում էր, թե ինչպես են սակավաթիվ վանականները աշխատում, աղոթում, կիսում իրենց համեստ սնունդը։ Երրորդ օրը, երբ նա նստած էր իր սովորական տեղում, նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան։ Մի խումբ երեխաներ, որոնք եկել էին մոտակա գյուղից, խաղում էին վանքի բակում։ Նրանցից մեկը, մի 10 տարեկան տղա, վերցրեց մի սուր եզրերով քար և նետեց բակում պառկած թափառող շան ուղղությամբ։ Քարը դիպավ շանթաթին, և կենդանին ցավից վնգստալով փախավ։ Գևորգի ներսում զայրույթի ալիք բարձրացավ։ Նա ուզում էր վեր կենալ և բռնել տղայի ականջից, բայց նրան կանգնեցրեց մի ծեր վանականի շարժումը։
Վանականը, որի դեմքը կնճիռերի ցանց էր, իսկ աչքերը խորը եւ իմաստուն, լուռ մոտեցավ այն տեղին, որտեղ ընկել էր քարը։ Նա հանգիստ բարձրացրեց այն, մաքրեց հողից եւ տղայի վրա հետ նետելու կամ նրան նախատելու փոխարեն տարավ եւ զգուշորեն դրեց վանքի կիսաքանդ պատի հիմքում, լրացնելով առաջացած բացը։ Նա ոչինչ չասաց, բայց նրա գործողությունը ավելի խոսուն էր, քան ցանկացած քարոզ։ Այդ պահին Գևորգի գլխում կարծես կայծակ փայլատակեց։ Նա հանկարծ տեսավ այն, ինչին երկար ժամանակ կուրորեն նայում էր։ Նա հասկացավ Քրիստոսի խոսքերի իրական, ցնցող իմաստը. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Դա չէր նշանակում պասիվորեն հանդուրժել չարությունը։ Դա չէր նշանակում թույլ տալ, որ քեզ ոտնահարեն։ Դա չէր նշանակում նույնիսկ ներքուստ ներել, շարունակելով տառապել։ Դա նշանակում էր ինչ-որ բան աներևակայելիորեն ավելի արմատական եւ հզոր։ Դա նշանակում էր վերցնել թշնամու կողմից քո դեմ ուղված չարության էներգիան, նրա ատելությունը, նրա ագրեսիան, նրա քարը եւ դրանով ոչ թե պատասխան հարված հասցնել, այլ կառուցել, վերափոխել կործանարար ուժը արարիչ ուժի, չզիջել, այլ վերահղել հարվածը, այն դարձնելով քո սեփական պատի հիմնաքարը։ Տիգրանը նրա վրա նետում էր զրպարտություն, ճնշում, նվաստացում, իսկ ինքը, Գևորգը, փորձում էր կամ այդ քարերը հետ նետել, ինչպես առաջարկում էր Լևոնը, կամ պարզապես կանգնել դրանց տակ, թույլ տալով, որ իրեն ջախջախեն, բայց կար երրորդ ճանապարհ, Քրիստոսի ճանապարհը, վերցնել այդ քարերը եւ դրանցով կառուցել մի բան, որը Տիգրանը երբեք չէր կարող քանդել։ Այս գիտակցումից Գևորգի շունչը կտրվեց։ Նա հասկացավ, որ մինչ այս պահը ինքը կարդում էր ավետարանը, բայց չէր հասկանում դրա էությունը։ Նա փորձում էր կիրառել Քրիստոսի խորհուրդը որպես կանոն, որպես արտաքին գործողություն, մինչդեռ դրա ողջ իմաստը ներքին փոխակերպման մեջ էր։ Դա ոչ թե պարտություն ընդունելու, այլ հաղթանակի բանաձև էր, բայց մի հաղթանակի, որը չի կործանում թշնամուն, այլ անզոր է դարձնում նրա չարությունը։ Նրա բոլոր նախորդ փորձերը, Տիգրանին խաչքար նվիրելը, ընտանիքին համոզելը, այժմ նրան թվում էին միամիտ եւ մակերեսային։ Նա գործում էր առանց հասկանալու գործողության հոգին։ Այժմ ամեն ինչ պարզ էր դարձել։ Նա վեր կացավ։ Նրա աչքերում այլևս չկար ոչ հուսահատություն, ոչ զայրույթ, ոչ շփոթմունք։ Դրանց փոխարինել էր մի հանգիստ, պողպատե վճռականություն։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա չգիտեր, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նա գիտեր, որ գտել է ճիշտ ճանապարհը։ Նա մոտեցավ ծեր վանականին, որը շարունակում էր իր գործը, խոնարհվեց եւ համբուրեց նրա կոշտացած, աշխատավոր ձեռքը։ «Շնորհակալ եմ, Հայր Սուրբ», ասաց նա պարզապես։ Վանականը նայեց նրան իր խորաթափանց աչքերով եւ ժպտաց. «Աստված քեզ հետ, որդիս, գնա եւ կառուցիր»։ Գևորգի վերադարձը լուռ էր։ Նա մեքենան կանգնեցրեց բակում եւ մտավ տուն։ Նրա դեմքին մի նոր արտահայտություն կար, հանգիստ, բայց միևնույն ժամանակ անսասան վճռականությամբ լի։ Նրա ընտանիքի անդամները, Անին, Մարիամը եւ Լևոնը, որը կրկին եկել էր ռազմական խորհրդի, նստած էին հյուրասենյակում, լարված եւ մռայլ։ Նրանք շրջվեցին դեպի նա, սպասելով բացատրությունների նրա երկօրյա բացակայության համար։ Գևորգը ոչինչ չասաց, միայն մոտեցավ եւ միացրեց սեղանի լամպը։ Փափուկ լույսը ընկավ նրանց դեմքերին, ընդգծելով հոգնածությունն ու անհանգստությունը։ Նա նստեց նրանց դիմաց եւ խորը շունչ քաշեց։ Նրա ձայնը հանգիստ էր, առանց զայրույթի կամ հուսահատության հետքի։ «Ես գտա պատասխանը», ասաց նա պարզապես։ Լևոնը անհամբեր շարժվեց։ «Ինչ պատասխան, Գևորգ, որոշեցիր վերջապես լսել ինձ եւ դատի տալ այդ սրիկային»։ Գևորգը ժպտաց, բայց դա ոչ թե ուրախության, այլ խորը ներքին խաղաղության ժպիտ էր։ «Ոչ, Լևոն, ես որոշեցի կառուցել»։ Նա շարունակեց, բացատրելով իր տեսիլքը, որը ծնվել էր վանքի բակում։ Նա խոսում էր ոչ թե վրեժի, այլ վերափոխման մասին, ոչ թե պայքարի, այլ արարման մասին։ Տիգրանը մեզանից ուզում է հող։ Նա ուզում է քանդել այս արհեստանոցը եւ դրա տեղում կառուցել էլիտար շենք, փողի եւ ունայնության խորհրդանիշ։ Նա մեզ վրա նետում է քարեր, զրպարտություն, ճնշում, ատելություն։ Եվ մենք կվերցնենք նրա նետած յուրաքանչյուր քարը եւ դրանով կկառուցենք մի բան, որը նա չի կարող ոչ գնել, ոչ քանդել։ Մեր հողի հենց այն ծայրում, նրա ապագա շինհրապարակի քթի տակ, կա մի հին լքված մատուռի ավերակներ։ Մենք կվերականգնենք այդ մատուռը, մեր ձեռքերով, անվճար։ Մենք նրա շահույթի տարածքը կվերածենք աղոթքի վայրի։ Մենք նրա ատելության էներգիան կվերածենք հավատքի էներգիայի։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Լևոնը։
Դու խելագարվելի ես, սա ինչ է, նոր կրոնական զառանցանք, մինչ դու քո մատուրը կկառուցես, նա բուլդոզերներով կմտնի ու հողին կհավասարեցնի ամեն ինչ, սա ինքնասպանություն է։ Մարիամը նայում էր որդուն դեմքին շփոթմունքի և անհավատության խառնուրդ, նա չէր հասկանում, նրա համար պատիվը պաշտպանում էին ուժով, ոչ թե քարեր դնելով։ Գևորգ, տղաս, գուցե հանգստանաս, ասաց նա զգուշորեն, դու հոգնած ես։ Բայց հետո խոսեց Անին, նա ամբողջ ընթացքում լուռ նայում էր ամուսնուն։ Նա տեսնում էր ոչ թե խելագարություն, այլ մի բան, որը վաղուց չէր տեսել նրա աչքերում՝ լույս, ուժի և հավատքի լույս։ Նա մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ Ես քեզ հետ եմ, ասաց նա հանգիստ, բայց այնպիսի հաստատակամությամբ, որը զարմացրեց բոլորին, նույնիսկ իրեն։ Այդ պահին նրանց միջև գոյացավ մի նոր, անխախտելի դաշինք։ Լևոնը, տեսնելով, որ իր խոսքերը տեղ չեն հասնում, զայրացած թափ տվեց ձեռքը։ Արա ինչ ուզում ես, երբ քեզ փողոց նետեն, ինձ մոտ մի արի։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Մարիամը մնաց նստած, գլուխը կախ։ Նա չէր սատարում Լևոնին, բայց և չէր կարողանում ընդունել Գևորգի որոշումը։ Նա երկու կրակի արանքում էր՝ իր աշխարհիկ պատկերացումների և որդու անհասկանալի հավատքի։ Հաջորդ օրը Գևորգն ու Անին գնացին տեր Սահակի մոտ։ Գևորգը պատմեց նրան իր հայտնության և որոշման մասին։ Քահանան երկար լսում էր, նրա աչքերը փայլում էին։ Երբ Գևորգն ավարտեց, տեր հայրը վեր կացավ և գրկեց նրան։ Որդիս, ասաց նա հուզված ձայնով, դու հասկացել ես այն, ինչ շատ աստվածաբաններ չեն հասկանում իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Դու հասկացել ես խաչի զորությունը, ոչ թե որպես տառապանքի, այլ որպես հաղթանակի խորհրդանիշ։ Հաղթանակ չարի նկատմամբ, ոչ թե այն ոչնչացնելով, այլ այն վերափոխելով։ Նա շրջվեց դեպի եկեղեցու բակում հավաքված մի քանի ծխականների։ Եղբայրներ, բարձրացրեց նա ձայնը, մեր եղբայր Գևորգը Աստծո գործ է սկսում։ Նա ուզում է վերականգնել մեր թաղամասի հին մատուռը։ Ո՞վ է պատրաստ օգնելու նրան։ Սկզբում լռություն տիրեց։ Մարդիկ նայում էին միմյանց, կասկածանքով։ Նրանք լսել էին թերթի հոդվածի մասին, լսել էին Տիգրանի սպառնալիքների մասին։ Բայց հետո առաջ եկավ մի տարեց մարդ, վարպետ Սարգիսը, որը ժամանակին Գևորգի հոր հետ էր աշխատել։ Եթե Գևորգի հոր որդին է կառուցում, ուրեմն քարը ամուր կլինի, ասաց նա։ Ես կօգնեմ։ Նրան միացան ևս մի քանիսը։ Նրանք շատ չէին, ընդամենը 5-6 հոգի, բայց նրանց աչքերում վճռականություն կար։ Համայնքը սկսում էր արձագանքել, ոմանք կասկածում էին, ոմանք վախենում, բայց մի փոքրիկ խումբ պատրաստ էր հետևելու այս անսովոր, խենթ թվացող, բայց հավատքով լի ճանապարհին։ Պայքարը նոր փուլ էր Նավլիզա։ Հաջորդ երկուշաբթի առավոտյան, երբ Տիգրանի բուլդոզերները նորից սկսեցին իրենց խլացուցիչ աշխատանքը հարևան տարածքում, Գևորգը և նրա փոքրիկ ջոկատը, Անին, վարպետ Սարգիսը և ևս 4 հոգի, սկսեցին իրենց գործը։ Նրանք չփորձեցին խանգարել Տիգրանի մարդկանց, չվիճեցին նրանց հետ։ Փոխարենը, նրանք սկսեցին մաքրել հին մատուռի ավերակները, հանելով տարիների ընթացքում կուտակված աղբն մոլախոտերը։ Գևորգը բերել էր իր գործիքները, և շուտով լսվեց մուրճի և հատիչի ռիթմիկ ձայնը, որը խառնվում էր բուլդոզերների մռնչյունին։ Դա երկու աշխարհների, երկու փիլիսոփայությունների ձայնային մենամարտ էր, քանդման աղմուկը ընդդեմ արարման երաժշտությանը։ Կեսօրին մոտ ժամանեցին Տիգրանի ջիպերը։ Մեքենաներից դուրս եկան մի քանի մարզական կազմվածքով տղաներ, Տիգրանի անվտանգության աշխատակիցները։ Նրանք չէին մոտենում, ֆիզիկական ուժ չէին կիրառում, բայց սկսեցին հոգեբանական ճնշման իրենց արշավը։ Նրանք միացրին մեքենաների երաժշտությունը ամբողջ հզորությամբ, տարածքը լցնելով ռաբիսի ականջ ծակող հնչյուններով։ Հետո սկսեցին վիրավորանքներ տեղալ Գևորգի և նրա ընկերների հասցեին, անվանելով նրանց խելագարներ, աղանդավորներ, անբաններ։ Գևորգի թիմի անդամներից մեկը, երիտասարդ Արմենը, չդիմացավ և ուզեց պատասխանել, բայց Գևորգը ձեռքը դրեց նրա ուսին։ Մի լսիր նրանց, Արմեն, ասաց նա հանգիստ։ Նրանց խոսքերը քամի են, մեր պատասխանը սա է։ Եվ նա վերցրեց մի մեծ տաշված քար և զգուշորեն դրեց այն մատուռի ապագա պատի հիմքում։ Այդ պահին նա հասկացավ, որ Տիգրանի յուրաքանչյուր վիրավորանք, յուրաքանչյուր ագրեսիվ գործողություն իրենց համար դառնում է ևս մեկ քար, ևս մեկ շարժառիթ, շարունակելու իրենց գործը։ Նրանց ատելությունը դառնում էր իրենց շինանյութը։ Այս տեսարանը չվրիպեց թաղամասի բնակիչների աչքից։ Մարդիկ սկսեցին դուրս գալ իրենց տներից, հավաքվել հեռվում, հետևելով այս տարօրինակ դիմակայությանը։ Նրանք տեսնում էին Տիգրանի կոպիտ ուժը և Գևորգի լուռ, համառ արարումը, և նրանց սրտերում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Կասկածը սկսեց փոխարինվել հարգանքով, վախը՝ հետաքրքրասիրությամբ։
Հաջորդ օրը, երբ Գևորգի թիմը եկավ աշխատանքի, նրանց սպասում էր անակնկալ։ Իրենց աշխատատեղի մոտ դրված էր մի քանի շիշ ջուր եւ մի քանի թարմ թխված լավաշ։ Ոչ ոք չգիտեր, թե ով է բերել, բայց դա նշան էր, լուր աջակցության նշան։ Այդ օրը Տիգրանի մարդիկ ավելի ագրեսիվ էին։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը լցնել մատուղի տարածքի մոտ, ստեղծելով մի փոքրիկ աղբանոց։ Երեկոյան, երբ բոլորը հոգնած պատրաստվում էին տուն գնալ, Գևորգը վերցրեց մի դատարկ պարկ եւ սկսեց հավաքել աղբը։ «Ինչ ես անում», հարցրեց վարպետ Սարգիսը։ «Սա նրանց աղբն է, թող իրենք էլ մաքրեն»։ «Ոչ, վարպետ», պատասխանեց Գևորգը ժպտալով։ «Նրանք մեզ շինանյութ են տալիս, մենք էլ նրանց տարածքը կմաքրենք։ Սա էլ մեր պատասխանն է»։ Նրա անսասան հանգստությունն ու անսպասելի տրամաբանությունը վարակիչ էին։ Մյուսներն էլ վերցրին պարկեր եւ սկսեցին մաքրել տարածքը։ Այս ամենը տեսնում էր նաև Մարիամը իր տան պատուհանից։ Նա տեսնում էր որդու հանգիստ ուժը, հարևանների բերած ջուրը, Տիգրանի մարդկանց զզվելի պահվածքը։ Նրա սրտում պայքար էր ընթանում։ Նրա աշխարհիկ տրամաբանությունը դեռ շշնջում էր, որ սա խելագարություն է, բայց նրա մայրական սիրտը տեսնում էր, որ իր որդին գտել է մի ուժ, որն ավելի մեծ է, քան ինքը կարող էր պատկերացնել։ Այդ երեկո, երբ Գևորգը տուն վերադարձավ հոգնած, բայց խաղաղ դեմքով, Մարիամը լուր նրա առաջ դրեց տաք ընթրիք։ Նա ոչինչ չասաց, բայց նրա հայացքում այլևս չկար մեղադրանք, կար միայն մի հարց, որին նա դեռ չէր գտնում պատասխանը։ Օրերն անցնում էին։ Մատուռի պատերը դանդաղ, բայց համառորեն բարձրանում էին։ Գևորգին օգնողների թիվը աստիճանաբար ավելանում էր։ Մի օր եկավ մի երիտասարդ ճարտարապետ եւ առաջարկեց իր օգնությունը անվճար կազմելու վերականգնման նախագիծը։ Մեկ ուրիշը բերեց ցեմենտի մի քանի պարկ։ Կանայք սկսեցին ամեն օր ուտելիք բերել աշխատողների համար։ Գևորգի գործը դառնում էր համայնքի գործը։ Նա ոչինչ չէր խնդրում, բայց մարդիկ, տեսնելով նրա անձնվիրությունը, իրենք էին գալիս։ Նա ոչ թե պատերազմում էր Տիգրանի դեմ, այլ կառուցում էր մի այլընտրանքային իրականություն, հիմնված ոչ թե ատելության, այլ համագործակցության եւ հավատքի վրա։ Եվ այդ իրականությունը սկսում էր գրավել ավելի ու ավելի շատ մարդկանց սրտեր։ Պայքարը դեռ չէր ավարտվել, բայց մարտադաշտի կանոնները արդեն փոխվել էին։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն հասել էին մարդու հասակին, Տիգրանը հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։ Նրա ճնշման մեթոդները ոչ միայն չէին վախեցնում Գևորգին, այլև հակառակ ազդեցությունն էին ունենում, համախմբելով համայնքը նրա շուրջ։ Զայրույթից կուրացած, նա որոշեց դիմել վերջին վճռական քայլին։ Մի առավոտ նա անձամբ եկավ շինհրապարակ։ Նա մենակ չէր։ Նրա հետ էին ոչ միայն իր թիկնապահները, այլև մի քանի ոստիկաններ եւ քաղաքապետարանի ներկայացուցիչ, ձեռքին թղթերի մի թզակապ։ Տիգրանի ջիպը կանգ առավ մատուռի մոտ, փոշու ամփ բարձրացնելով։ Աշխատանքը դադարեց։ Բոլորը սառած նայում էին նրան։ Տիգրանը դուրս եկավ մեքենայից, դեմքին հաղթական չար ժպիտ։ Նա քայլեց ուղիղ դեպի Գևորգը, որը կանգնած էր մատուռի կիսակառույց պատի մոտ։ «Վերջացավ քո խաղը, Գևորգյան», ասաց նա բարձրաձայն, որպեսզի բոլորը լսեն։ «Այս շինարարությունը անօրինական է։ Ահա քաղաքապետարանի որոշումը՝ քանդելու այս ինքնաշեն կառույցը։ Իսկ քո հողի հարցով դատարանը արդեն որոշում է կայացրել իմ օգտին»։ Նա թղթերը թափ դվեց Գևորգի դեմքին։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Գևորգը չնայեց թղթերին։ Նա նայում էր ուղիղ Տիգրանի աչքերի մեջ։ Նրա հայացքում վախ չկար, կար միայն խորը, անսահման տխրություն եւ կարեկցանք։ Նա ձեռքը տարավ գրպանը եւ հանեց մի փոքրիկ հարթ քար, որի վրա մի քանի տառ էր փորագրել։ Նա մեկնեց քարը Տիգրանին։ «Ես գիտեմ, որ դուք ծնվել եք Գյումրիում», ասաց Գևորգը հանգիստ ձայնով, որը լսվում էր տիրող լռության մեջ։ «Ես իմացա ձեր ծնողների անունները՝ Հովանես եւ Նունե։ Նրանք թաղված են այնտեղի հին գերեզմանատանը, որը ավերվեց երկրաշարժից։ Այս մատուռը մենք կառուցում ենք ի հիշատակ բոլոր նրանց, ում գերեզմանները կորել են։ Այն նաև ձեր ծնողների հիշատակին է։ Ես ուզում էի, որ այս քարը, նրանց անուններով, լիներ մատուռի առաջին քարերից մեկը»։ Տիգրանը քարացած նայում էր քարին, հետո Գևորգին։ Նրա դեմքի ինքնավստահ դիմակը սկսեց ճաքչքել։ Նա սպասում էր ամեն ինչի, դիմադրության, վեճի, անեծքների, բայց ոչ սրան։ Գևորգը նրան չէր դատում, չէր մեղադրում։ Նա նրա մեջ տեսնում էր ոչ թե թշնամի, այլ մարդ, ով նույնպես ունի անցյալ, ունի կորուստ, ունի ցավ։ Այդ պահին Տիգրանի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նրա ողջ կյանքի կառուցած պաշտպանական պատը, որը հիմնված էր փողի եւ ուժի վրա, փլուզվեց մի պարզ անկեղծ խոսքից։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա արագ սրբեց։ Նա լուռ շրջվեց, առանց որևէ մեկին նայելու, նստեց իր մեքենան եւ հեռացավ։
Ոստիկաններն ու պաշտոնյան, շփոթված, մի պահ կանգնելուց հետո նույնպես հեռացան։ Մի քանի ամիս անց մատուրը կանգնած էր, սպիտակ ու լուսավոր, որպես հավատքի և միասնության խորհրդանիշ։ Տիգրանը այլևս չհայտնվեց։ Նրա շինարարական նախագիծը լուրջ չեղարկվեց։ Գևորգի արհեստանոցը աշխատում էր ինչպես երբեք։ Պատվերները գալիս էին Հայաստանի տարբեր ծայրերից։ Մարդիկ ուզում էին խաչքար ոչ թե պարզապես մի արհեստավորից, այլ այն մարդուց, ով կարողացել էր քարից ոչ միայն խաչ կերտել, այլև հավատք կառուցել։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել նրա ընտանիքում։ Մի օր, երբ Գևորգն աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց և ներս մտավ Լևոնը։ Նա հագել էր հասարակ աշխատանքային հագուստ։ Նա լուռ վերցրեց մի մուրջ, մոտեցավ մի անմշակ քարի և սկսեց աշխատել Գևորգի կողքին։ Նա ոչինչ չասաց, բայց այդ լռության մեջ կար ամեն ինչ՝ ներողություն, հարգանք, եղբայրական սեր։ Նրանց մայրը, Մարիամը, հաճախ էր գալիս մատուռ, մոմ վառում և երկար նստում լուռ։ Նա դեռ լիովին չէր հասկանում, թե ինչպես դա տեղի ունեցավ, բայց նա գիտեր, որ իր որդին գտել էր մի իմաստություն, որն ավելի թանկ էր, քան հարևանների կարծիքը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն. Քրիստոսի խորհուրդը սիրել թշնամուն պարզապես բարոյական կոչ չէ, դա հոգևոր տեխնոլոգիա է, ամենահզոր զենքը չարի դեմ։ Դա կործանման էներգիան արարման վերածելու արվեստն է։ Գևորգը հաղթեց ոչ թե այն ժամանակ, երբ Տիգրանը հեռացավ, այլ այն պահին, երբ նա կարողացավ Տիգրանի մեջ տեսնել ոչ թե հրեշի, այլ կորուստյալ տառապող մարդու։ Եվ սա այն դասն է, որը մենք բոլորս կարող ենք կիրառել մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր համայնքներում, մեր երկրում։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքի մարտահրավերներում, ինչպես կարող ենք մեր դեմ ուղված քարերով կառուցել, ոչ թե քանդել։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Թող Աստծո խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։